քեզ ցած գցիր այդ ժայռի վրայից, որտեղ իր հրեշտակն պատվիրված է, որ իրենց ձեռքերի վրա քեզ կպահեն։ Գրված է, բայց նաև գրված է, որ քո Տեր Աստծուն չպետք է փորձես, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Չարը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբեմն կողմնորոշվում է, որ Աստծո որդի է Քրիստոս, բայց շատ անգամ շփոթվում է։ Սուրբ Հովան Ոսկեբերյանն ասում է, որ Քրիստոսի մարմինը խայծ էր սատանայի համար, այսինքն մարմնով ворցած չարի։ Հրաշքներ էր գործում մեր Տերը Հիսուս Քրիստոս, մեռելներին հարություն էր տալիս, բայց հոգնում էր, բայց քրտնում էր, բայց նեղությունները արտասվում էր, ոնց Աստված կարտասվի, Աստված կհոգնի, այսինքն ինչու էր Քրիստոս այս ընդունելի մարմնավոր տկարությունները կրում իր վրա, որպեսզի մեր տկարությունները իրենով վերացնի, որպեսզի կարողանա մեզ հաղթահարել տալ մեղքի պատիժը, մեղքի արդյունքը ինչ է, հիվանդություն, ցավ, նեղություն, վիշտ, ի վերջո մահ։ Նաև Քրիստոս մարմնով մեռավ, որպեսզի իր մահվանք մահը հաղթահարի եւ մեզ կյանք պարգևի։ Ուրեմն այս հակասությունները չէր կարողանում կողմնորոշվել չարը։ Երբեմն սա է տեսնում, երբեմն նա է տեսնում, եւ դևերին հալածվում էր, դևերի մեջից խոսում էին, ասում են, գիտենք դու ով ես, Աստծո սուրբն ես։ Վաղաժամ մեզ տանջելու եկար, այսինքն մենք ժամանակ գա ամբողջական դժոխքին կդատապարտվենք, վաղաժամ տանջելու եկար, բայց վերջնական չէր կողմում, իրապես Աստծո որդի է թե չէ, Աստված է, փրկիչն է թե չէ, որտեղ Քրիստոսից առաջ էին մեռելներին հարություն տվողներ եղել, ով Եղիան մի հոգի տվեց, Եղեսեն երկու հոգի մեռելներին, Քրիստոսից առաջ էին բորոտներին, կույրերին, հաշմանդամներին բուժել, շատ մարգարեներ շնորհներն էին, բայց ոչ ոքի այդ շնորհը չէր հավասարվի Քրիստոսի արած հրաշքների, թե քանակին, թե որակին, եւ ժողովուրդն էլ դա հենց այդ էր վկայում, թե երբևիցե չի լսվել, որ ի ծնեկույրը բժշկվի, այսպիսի բան չէր լսվել, որ ի ծնեկույրը բժշկվի, կույր ծնվածը բժշկվի, եւ այսպես չէր կողմնորոշվում, եւ անընդհատ տարբեր մարդկանց միջոցով հալածում էր Քրիստոսին, եւ ինչո չարի դրդմամբ է, որ Քրիստոս խաչին դատապարտվեց, բայց հենց որ խաչին վրա բարձրացավ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, չարը հասկացավ, որ սա փրկիչն է, եւ հիմա էլ նույն իր գործակալներով սկսեց Քրիստոսին ասել, իջի խաչից, եթե Աստծո որդի ես, փրկիր ինքդ քեզ մեզ էլ, իջի այդ խաչից, քանի հրեական ասեցին, իջի խաչից, այդ հրեաները ոչ չէին ասում, չարի պատգամներն ասում, այսինքն երբ որ հասկացավ, որ խաչելությամբ ինքը դատապարտվում է, արդեն որտեղ զգում էր, հրաշքները տեղ ունեցան, մարգարեություններ իրականանում էին, Արեգակը խավարեց, Լուսին Նարիան ներկվեց, տաճարի վարագույրը վերից վառ պատրվեց, սրանք բոլոր մարգարեություններ էին, որ կատարվում էին Քրիստոսի խաչելության ժամանակ, երկրի շարժ եղավ, մեռելները հարություն առան, դժոխքը սասանվեց, բայց ուշ էր չարի համար, այլևս Քրիստոս չիջավ խաչից, այլ մեզ փրկagործեց, ուրեմն չարը կողմնորոշվում էր, բայց ամբողջովին չհասկացավ եւ Սուրբ Հովան Ոսկեբերյանի խոսքի համաձայն Քրիստոս իր մարմինը դարձրեց խայծ եւ դրանով որսաց սատանային եւ դրանով էլ դատապարտվեց, հենց դրա համար էր Քրիստոս եկել, նախ մարմնով մեր մեղքերը իր վրա կրելու եւ հետո մարմնով էլ դատապարտելու չարին, մարմնով էլ հաղթելու նրան եւ մեզ կյանք պարգևելու, ամեն։ Թեզենուց տերևներ պատրաստեց եւ ծածկեց իր մերկությունը։ Այդ թեզենու տերևներով իր մերկությունը ծածկելն ինչ էր։
Ադամը դարձավ դրախտի միակ անպատուղ ծառը։ Դրախտում անպատուղ ծառ չէր կարող լինել։ Բոլոր դրախտում բոլոր ծառերը պտղաբեր էին։ Հա, եւ պտղաբեր, այսինքն ինչ է, բարի պտուղներ էին տալիս։ Թզենին քաղցր պտուղ դիտար, որ սերն էր խորհրդանշում։ Խորհրդատունքը Քրիստոսի արյունն էր։ Ասում է, խնձորը բարեխառն է, որ իմաստություն պետք է ունենա, այսպես ամեն մի ծառի պտուղ իր խորհուրդն ու իմաստն էր։ Եվ այդ դրախտի ծառի պտուղների մեջ երկու առանձնահատուկ ծառեր կային։ Դրանք որոնք էին։ Բարու եւ չարի գիտության ծառը եւ կենաց պտուղը։ Մեկը ուտեին մահ կճաշակեին, մյուսը կուտեին կան մահանային։ Իրար հակառակ ծառ էին։ Իրանք բովանդակությամբ սովորական ծառ էին, բայց իրենց խորհուրդով ծառից տարբերվում էին։ Մյուս ծառերը դրախտում այդպիսի նշանակություն չունեին։ Կարող էին ազատ ուտել այդ ծառերից, բայց այս երկու ծառերը հոգևոր ծառեր էին։ Մեկը մեղքն էր, մեկը ճշմարտությունը։ Հիմա Ադամը պետք է պահեր պատվիրանը եւ ուտեր կենաց ծառի պտղից։ Եվ պատվիրանը պահելը դա իր բարի գործն էր, ճաշակելը պտուղը, արդյունքը իր բարի գործ, բայց Ադամը չպահեց այդ բոլորը։ Եվ կերավ մահը կերավ, ոչ թե կյանք կերավ, այլ մահը ճաշակեց։ Եվ ճաշակեց անմիջապես թզենու տերևներով ծածկվեց։ Եվ եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ թզենու տերև ծածկվել, դա նշանակում է Ադամի անպտղությունն էր առաջին։ Թզենին դարձավ անպտուղ ծառի խորհրդանիշ։ Եվ երբ Քրիստոս անեցում էր անպտուղ թզենին, անեցում էր այլևս մարդու մեղքը, անպտղությունը, որ մարդը ոչ թե չար պտուղներ պետք է տա, ինչպես Ադամը տվեց, թզենու չար տերևներով ծածկվեց, որ հոգևոր անպտղություն է կոչվում, բարի պտուղ չտվեց։ Եվ անիծեց հոգևոր անպտղությունը, որպեսզի օրհնվի հոգևոր պտղաբերությունը։ Այսինքն թզենին անիծելը խորհրդանշում էր Ադամի թզենու տերևներով ծածկվելը, որտեղ երբ նա թզենու տերևներով ծածկվեց, երբ լուսեղեն պատմուճանից մերկացավ, երբ զգաց, որ մերկա, անմիջապես տերևները կան։ Երբ զգաց մերկա, պտուղն ուտելուց հետո։ Այսինքն, երբ որ մենք մեղք են գործում, լուսեղեն պատմուճանից մերկանում ենք եւ հագնում ենք մեղքի պատմուճանը, թզենին դա։ Իսկ Քրիստոս ասեց, հանեք ձեզ վրայից այդ անպտուղ թզենին, անեցում եմ դա, հագեք նորից լուսեղեն պատմուճան։ Չարու վերջը բարի սկիզբն է։ Որտեղ որ ավարտվում է չարը, սկսվում է բարին։ Որտեղ որ ավարտվում է բարին, սկսվում է չարը։ Այս պատմությունը եղել դրախտում։ Հենց բարին ավարտվեց, սկսեց չարը։ Այսինքն, երբ որ Ադամը կերավ, արգելված պտղից, ավարտվեց բարին, սկսեց չարը։ Եվ այդ պատմությունը շարունակում այսօր կյանքում։ Հենց մենք դադարում ենք բարին գործել, առաստված գնալ, մարդը չեզոք վիճակում չի կարող լինել։ Չի կարող եւ չի կարող ոչ չար լինել, ոչ բարի լինել։ Կամ չար պետք է լինի, կամ բարի պետք է լինի։ Չոզոք վիճակ չկա մարդու կյանքում։ Եվ չեզոք ընթացք անգամ չկա։ Մարդը կամ դեպի չարին, չարը պետք է գնա, կամ դեպի բարին պետք է գնա։ Կանգնած վիճակ չկա։ Եվ ընդհանրապես այս աշխարհում կյանքը ընթացքի մեջ է։ Ժամանակն էլ չի կանգնել։ Գիշերը փոխարինում է ցերեկին։ Հարստությունը փոխարինում է աղքատության։ Աղքատությունը փոխարինում է հարստության։ Առողջությունը փոխարինում է հիվանդության։ Հիվանդությունը փոխարինում է առողջության։ Երիտասարդությունը փոխարինում է ծերության եւ ծերությունը մահվան։ Այսինքն ամեն ինչ այս կյանքում փոփոխական է։ Եվ քանի որ փոփոխական է, մենք պետք է հաստատուն կայուն լինենք։ Մեն Աստված է անփոփոխ, որ երբեք չի փոփոխվում։ Մենք միշտ փոփոխվում ենք։
Ինչու համար մենք պիտի երբեմն փախչենք աշխարհից, որտեղ պիտի փախչենք Աստծո մոտ պիտի գնանք, որտեղ չարի վերջը բարին է, երբ որ մենք աշխարհից փախչում ենք, այսինքն երբ որ մենք աշխարհում չենք կարողանում բարուն մեջ գտնվել, այդ պատճառով ենք մենք աշխարհից փախչում, որ չարից փրկվենք, հասնենք բարուն, հա, եւ եթե մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք չարից փախչելով բարուն հասնել եւ օգնել մյուսներին, որ չարից փախչեն բարուն մեջ հայտնվեն, այդ ժամանակ կարող ենք մենք ձեռք մեկնել եւ մյուսներին բարձրացնել։ Բժիշկ բժշկիր ինքդ քեզ, եթե ինքդ քեզ չես բժշկել, ուրիշներին ինչպես կարող ես բժշկել։ Ուրեմն երբեմն անհրաժեշտ է փախչել այս աշխարհից, որովհետև մենք ապահովագրված չենք, որ մեղքի մեջ չենք ընկնի։ Որտեղ Պետրոս Արաքյանն ասում է, սատանան առյուծին պես մռնչում է, փնտրում է թե ում կուլ տա։ Եվ միշտ դարաններ կամ որոգայթներ կամ թակարդներ է լարում մեր շուրջը, չարը, նախ մեր մտքի վրա, մեր սրտի և մեր մարմնի մեջ։ Մեղքի երեք աշճանն է, միտք սիրտ մարմնի, մտքից սկսում է սրտում, հղանում, մարմնում ծնում։ Եվ եթե մենք ուզում ենք ազատագրվել, անպայման պետք է չարից փախչենք, որտեղ չենք կարող չարի մեջ լինելով բարուն հասնել, տես բան չկա։ Չարից փախչենք ու հասնենք բարուն։ Եկեղեցին է։ Տեղը չէ, որ սրբացնում է կամ աստվածացնում վայրը, այլ Աստծո ներկայությունն է, որ վայրը դարձնում է Աստվածային։ Հիմա Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ մեր Սուրբ Հայ Գրիգոր Լուսավորիչը գտնվեց մահապարտների գուղում, խոր վիրապում, որտեղ կարիճներն էին, օձերն էին, որտեղ մահապարտներն են գցվում եւ երկար չեն տանում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր վարդապետության մեջ ասում է, որ որևէ թագավոր իր փառքի, ճոխության ու ուրախության մեջ այնպիսի երջանկություն չի վայելել, ինչպես ես կարիճների ու որդերի մեջ, ինչպես ես թունավոր զեռունների մեջ, որևէ մեկ այնպիսի երջանկություն չի վայելել, ինչպես ես։ Այսինքն Գրիգոր Լուսավորչի այնտեղ բնակվելով Քրիստոսի չափ եւ խոր վիրապը դարձավ երկինք։ Հիմա նույն կերպ Աստծո համար փառք դռներ չկան, Քրիստոս ամեն ուրեք կարող է գնալ։ Երբ որ իջավ դժոխք, սատանան չգիտեր ուր փախնել։ Որտեվ դժոխքն է Քրիստոսի համար փառք դուր չկա, դժոխք էլ կարող է իջնել։ Եվ ավազակին Աչակողմյան ասում էր, այսօր ինձ հետ դրախտում կլնես, դա նշանակում է, այսօր ինձ հետ դժոխք իջնես, որ ես դրախտ եմ սարքել։ Դժոխքն է դրախտ սարքել։ Դժոխքը կավիրեմ, հոգիները կհանեմ։ Ամեն։ Տիրոջ ներկայությունը դժոխքն է դրախտ սարքում։ Աստված ուզում է միություն, չարը ուզում է բաժանում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Եվ Հովանու ավետարանը ասում է, եւ կլինի մեկ հոտ, մեկ հովիվ կամ այլ ոչխարներ կան, որոնք այս փարախից չեն, նրանց էլ պետք է բերեք եւ մեկ հոտ, մեկ հովիվ պետք է պատրաստել։ Առաջին իմաստը խորհուրդ այս խոսքերի հեթանոսների դարձն է։ Դա պարզ է, բարդ բան չկա։ Այսինքն Քրիստոս իրականում եկավ Հրեաստանում քարոզեց, իր առաքյալները հրեաներ էին, բայց 73 թվականից հետո քրիստոնեությունը համաշխարհային կրոն դարձավ, լքեց Հրեաստանի սահմանները, որտեղ 73 թվականին Երուսաղեմ քաղաքը գրավվեց Տիտոս եւ Վեսպասիանոս կայսերի կողմից, ապստամբությունից հետո քրիստոնյաները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ եւ քրիստոնեությունը դադարեց հրեական կրոն լինելուց, դարձավ համաքրիստոնեական եւ Քրիստոսի խոսքերը կամաց կատարվում են եւ ուրիշ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, այսինքն հրեա չեն, հրեա չեն, կլինեն մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Իրականում Քրիստոս ուզում է, որ բոլոր քրիստոնյաները մեկ հոտ եւ մեկ հովիվ լինեն։
մինչև 451 թվականը, չհաշված այն փոքրիկ շեղումները, որ իրան եկեղեցու մեջ եւ տիեզերական ժողովներ գումարվեցին, որպես այդ շեղումները վերացնեն, խոսքը Արիոսի, Մակեդոնի, Նեստորի, այսինքն Նիկիայի, Կոստանդնուպոլսի եւ Եփեսոսի ժողովների մասին է խոսքը, հա։ Ընդհանուր առմամբ եկեղեցին մի օրինակ էր եւ համերաշխություն ու սեր կար։ Ինչ-ինչ անհասկացողությունների հետ կապված, բայց կար համերաշխություն, սեր, մեկ հովիվ էր, մեկ հոտ էր։ Ցավոք սրտի 451 թվականից Քաղկեդոնի ժողովից առաջին պառակտումը եղավ, 5 արևելյան եկեղեցիները չընդունեցին Քաղկեդոնի ժողովը, մեծ եկեղեցիները ընդունեցին, երկրորդ պառակտումը եղավ 1054 թվականին, սխիզման, որ կոչվում է մեծ պառակտում, կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցին պառակտվեցին, եւ այսպես 16-րդ դարից սկսած, բողոքական շարժումից սկսած ավելի շատացան պառակտումները։ Եթե մինչև այդ կարելի ասել 7 եկեղեցի կար, այդ 7 եկեղեցի կար, ապա դրանից հետո 1000 մի եկեղեցի դարձավ ճակերտավոր, որտեղ այսօր սնկի նման բազմանում են ճակերտավոր հարանվանությունները։ Բնականաբար սա չարի գործն է, որտեղ Աստված ուզում է միություն, իսկ չարը ուզում է բաժանում։ Բաժանիր, որ տիրես, կբաժանում է հերթով կամաց տիրում, բայց երբ որ մեկ ենք, մեկ ամբողջություն ենք, երբեք չարը մեզ չի կարող հաղթել։ Ամբողջություն կարող համարել կաթոլիկ։ Մենք այս երևույթին, այս բաժանումները իմաստուն ձևով։ Տեսեք, Հուդան ինքն իրեն բաժանեց Քրիստոսի առաքելությունից։ 12-ից մեկը հեռացավ, 11-ը մնացին։ Քրիստոս միշտ ուզում էր բերել Հուդային, հետ բերել։ Այն մարդուն, ում ձեռքով մարդու որդին կգնա, ավելի լավ էր ծնված չլիներ։ Ձեզանից մեկը ինձ մատնելու, անընդհատ խոսում էր, որպեսզի Հուդան չկտրվի այս խմբից, որպեսզի 12 թիվը ամբողջական լինի։ Բայց ցավոք սրտի Հուդան ինքն իրեն կտրեց առաքյալ լինելու այդ մեծ կոչումից եւ գնաց ինքնասպանել։ Այ մեր Չզղջաց։ սխալ զղջաց, ճիշտ ձևով չզղջաց, չապաշխարեց։ Պետրոս առաքյալն ներգրացավ, հետո զղջաց, ապաշխարեց։ Հիմա մեր մոտեցումը պետք է լինի այսպիսի, ինչպես Քրիստոս մոտեցավ Հուդային։ Մենք էլ այդպես պետք է ցավ ապրենք այն բոլոր մեր մոլորյալ զավակների վերաբերյալ, որոնք առաքյալների խմբից հեռացել են։ Այսինքն առաքյալների խումբը որն է, առաքելական Սուրբ եկեղեցին է։ Սա է Քրիստոսի հաստատած աստվածադիր կառույցը, եւ սրա մեջ մենք պետք է լինենք։ Մենք պետք է խրատենք, ասենք, ուղենք, շտկենք, օտար չպետք է համարենք որևէ մեկին։ Սիրով պետք է խոսենք, առաջնորդենք դեպի ճշմարտություն, դեպի եկեղեցի։ Մինչև վերջին պահն է, որտեղ երբ որ դու առաքելական եկեղեցին քո մորը ուրանում ես, Հուդայի նման ես լինում, որտեղ Հուդան առաքյալների խմբից դուրս եկավ։ Ուրեմն մենք սիրով պետք է փորձենք մինչև վերջ բոլոր մոլորյալներին դարձի բերել, որտեղ Քրիստոս ուզում է մեկ հոտ եւ մեկ հովիվ լինի։ Եվ եթե հնար չկա, պետք է ցավ ու կարեկցանք ապրենք այն բոլոր մոլորյալ զավակների համար, որոնք առաքյալների խմբից դուրս եկան, հեռացան։ Ամեն։ Մարդը ազատ ինքնիշխան կամքով է ստեղծվել։ Մարդը ունի ընտրության հնարավորություն։ Մարդը ինքն է որոշում, թե ինչ պետք է անի։ Եվ այստեղ թաքնված է մի խորը մեծ աստվածային ճշմարտություն կամ մի հրաշք խորհուրդ։
Մարդը ազատ է իր ընտրության մեջ, բայց ազատ չէ մեղք գործելու մեջ։ Այսինքն մարդը պետք է ընտրի բարին։ Եթե մարդը ընտրում է բարին, իր ազատությունը ավելանում է, իր ինքնիշխանությունը հաստատվում է, իր ուրախությունն ավելանում է, որտեղ եթե մարդը կատարեր Աստծո կամքը, արգելված պատվի շուտեր ավելի ազատ կլիներ։ Այլևս այդ մի պատվիրաններ չէր լինի։ Բայց այդ մի պատվիրանը խախտեց, իրականում կորցրեց իր ազատությունը, և հետո ավելի կաշկանդված եղավ։ Հիմա մի պատվիրան չէ, 1001 պատվիրան մենք պետք է պահենք։ Ադամը մեկը պետք է պահեր, մենք 1001-ը։ Եվ պատկերացնում ես այդ մի պատվիրանը խախտելով ինչքան կաշկանդվեցինք մենք, ազատությունը ամբողջովին կորցրեցինք, այսինքն մարդու ազատությունը պայմանավորված է պատվիրաններով, եթե դու ուզում ես ազատ ու անկախ ու երջանիկ լինել, ուրեմն Աստծո պատվիրանները պետք է պահես, և դու չես կորցնի քո ազատությունը, բայց եթե դու Աստծո պատվիրանները չպահեցիր, անմիջապես ազատությունից կկորցնես ու կընկնես կաշկանդվածության մեջ, ոչ ներսից, ոչ էլ դրսից ազատ չես լինի։ Ներսից խիղճը քեզ կտանջի, դրսից էլ ամեն տեսակի չար սովորություններ, չար հակումներ, մեղքեր, գայթակղություններ քեզ կխեղդեն։ Մեր ազատությունը կլինի ազատություն եւ իրական կլինի, եթե մենք պահենք Աստծո պատվիրանը։ Դրա համար Աստծո պատվիրանը ինչ է, կներեք։ Ինչ ասում։ Ուրեմն, ո՞րն է բարին։ Պատվիրանն է բարին։ Ո՞րն է ազատությունը։ Պատվիրանապահությունն է ազատությունը։ Եթե իմ պատվիրանները պահեք, իմ որդիները կլինեք, ինձ կնմանվեք։ Ուրեմն պահենք պատվիրանները, որ չկորցնենք մեր ազատությունը։ Երբ որ Սարի գագաթին ձյունը դնում է, ձմեռը մեկ է։ Ձյունը սկզբում Սարի գագաթին է դնում, այսինքն սարերի վրա շուտ է ձյունը գալիս։ Հետո կամաց իջնում է ներքև, հասնում է մինչև ներքևները, այսինքն մինչև ձորերը հասնում ձյունը։ Վերջ, աշնան վերջ նոր արդեն Սարի գագաթին ձյունը դնում է, բայց դեռ ձմեռը չի եկել, այս ձմեռ ինչ է, ձյունամեր, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացի, որ մեռնում է բնությունը ամբողջ, և սկզբում Սարի գագաթին է իջնում ձյունը, հետո նոր իջնում է բոլոր տեղերը ստորոտները, ու ամբողջովին մեռնում է բնությունը, ճուշտ նույն ձևով Սարի գագաթը որն է, գլուխն է, մազերդ որ սկսեց սպիտակել, ուրեմն իմացի ձմեռը մոտ է, այսինքն ձյունամեռը մոտ է, մեռնելու է ամեն ինչ, դու տիպակացվես հանդերձյալ հավիտյանական կյանքին, ոմանց մոտ սպիտակ մազերը իմաստության են նշան, ոմանց էլ մոտ կարող իմաստության նշան, տարբեր է մարդկանց մոտ, ամեն մարդ չէ, որ սպիտակ մազերով է և դա իմաստության նշան է, ապես տարեց մարդում, միշտ էլ հարգել են հնում, որ չեն կանգնել, հարգել են, հատկապես բարի տարեց մարդում, իմաստուններին, իմաստասերներին, հատկապես ծերունիներին, միշտ կանգնել են, հարգել են ու պատվել են։ Ու մենք էլ ուշադիր լինենք, եթե Սարի գագաթին ձյուն դրեց ու ձմեռը